Գազայի ավերված Շուջայայի թաղամասում նորից կենդանություն է նկատվում։ Գազա վերադարձած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները եւ եգիպտական ծանր տեխնիկան շարունակում են որոնողական աշխատանքները։ Չնայած հրադադարի հաստատմանը, իսրայելական զորքերը բազմիցս խախտել են պայմանը եւ մեղադրել Համաս շարժմանը։ Համաձայնագրի ստորագրումից ի վեր երկու կողմերը պարբերաբար գերիներ են փոխանակել։ Վերջին օրերին Համասը փոխանցել է Շուջայայում հայտնաբերված 3 մարմին։ Այսօր մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Իսրայելի իշխանություններից ստացանք 45 մարմին, հակառակորդն արդեն մեզ է փոխանցել ընդհանուր 270 մարմին, որից 120-ը ուղարկավորվել են անհայտ զոհերի գերեզմանոցում, 77 մարմին նույնականացվել է հարազատների օգնությամբ։ Գազայի հյուսիսային Ջաբալյա ճամբարի բնակիչները հայտնել են, որ իսրայելական բանակի ստեղծած Դեղին գոտին արգելափակել է հումանիտար օգնության և ջրի մուտքը։ Դեղին գոտին դարձել է Ջաբալիայի ճամբարի կենտրոնը, կարծես անկախ պետության միջուկ լինի, Աստծու սիրուն, նույնիսկ Բեռլինը չբաժանվեց այնպես, ինչպես Ջաբալիան։ Ճամբարի կեսը դեղին գոտի է, մյուս կեսը իսրայելական հսկողության տակ է։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասել է, որ Իսրայելը պարբերաբար խախտում է հրադադարը, զգուշացնելով համաձայնագրի իրականացման դժվարությունների մասին։ Ֆիդանը նշել է, որ հումանիտար օգնության մատակարարումը դեռևս չի հասել անհրաժեշտ մակարդակի և իրավիճակը չափազանց վտանգավոր փուլ է մտել։ Թուրքիան պատրաստ է վերցնել խաղաղության պատասխանատվությունը և անհրաժեշտ դեպքում զոհողություններ անել, վստահեցրել է Ֆիդանը։